Այնտեղ ֆեզբեն որ կանգնած է սահմանին հայ-իրանական, իրանք օթից չեն կանգնած, ոչ էլ որ ասում եք աչքերին եմ հավատում, այլ ոչ թե փաստաթղթերին, իրենք աչքերին հավատալով չեն եկել, փաստաթղթերի հիման վրա են այնտեղ կանգնած։ Եվ այդ փաստաթղթերով իրանք որևէ լիազորություն ճանապարհը վերահսկելու չունեն։ Իրանք միակ լիազորությունը սահմանը վերահսկելն է։ Ընդ որում անցած տարվա հունվարի 1-ից, թե այս տարվա հունվարի 1-ից ըստ պայմանավորվածության Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի համատեղ վերահսկողության է անցնում, ել չեմ խոսում նրա մասին, որ եթե խոսքերին եք նաեւ հավատում եւ աչքերին, Փաշինյանը հերոստատեսությամբ ձեր աչքերին նայելով ասեց, որ մենք ամբողջությամբ դա ժամանակի ընթացքում վերցնելու ենք մեր վերահսկողության տակ։ Փաշինյանին, ես Փաշինյանին չեմ հավատում։ Դա է։ Մի րոպե, աչքերին չեք հավատում, փաստորեն։ Փաստաթղթերին չեք հավատում, աչքերին չեք հավատում, ինչին եք հավատում։ Դուք հավատում եք Փաշինյանին։ Դուք հավատում եք Փաշինյանի աչքերին, ես չեմ հավատում։ Ես փաստաթղթերին եմ հավատում, դուք եք աչքերին հավատում։ Ըստ փաստաթղթերի Ռուսաստանը երբեք չպետք է հարձակվեր Ուկրաինայի վրա, որովհետև 94 թվականին թե 97 թվականին Բուդապեշտում հատուկ երաշխիքներ է։ Հա, բայց դա չի նշանակում, որ բոլոր պայմանագրական բազաները պետքա վերացնել, որտեղ անիմաստ են։ Ես չեմ ասում, որ դա պետք է վերացնել։ Ես ընդհանրապես ասում եմ, որ այդ փաստաթղթերը երբեմն խախտվում են, այո։ Ոչ երբեմն են խախտվում։ Մեր դեպքում իրենք խախտվում են անընդհատ։ Ինչպես խախտվեց, մենք սկսեցինք պատերազմից։ Պատերազմի ընթացքում մենք հույս ունենք, որ ըստ փաստաթղթերի լավ, եթե դուք աչքերին եք հավատում, իրար աչքերին նայելով պայմանավորվում են ավելի լավ է, քան փաստաթղթ ստորագրեն։ Եթե ՀԱՊԿ եւ Ռուսաստանը մինչեւ հիմա Հայաստանի սահմանը չեն գտնում, չեն ճանաչում, ապա որևէ բանին Ռուսաստանին հավատալ ես ոչ մի հիմք չունեմ։ Դուք հղում եք ուզում։ Ես ասում եմ, հղումը այն պատերազմն է, որից մենք սկսեցինք մեր խոսակցությունը։ Որ ասում եք, որևէ բանի Ռուսաստանին հավատալ։ Հիմա տեսեք, եթե Ռուսաստանի շատ կայաններ հայ-ադրբեջանական սահմանից հանվում են, հետո Զվարթնոցից հանվում է, հետո Մեղրիի կայանից հանվում է։ Հիմա հավատանք, որ հանել են, թե քանի որ դուք չեք հավատում, չհավատանք։ Ասենք որ իրանք այնտեղ կանգնած են 20 հոգի հանվել է Զվարթնոցից, 20 հոգի, 18 հոգի քանակը, դա քաղաքական եւ անվտանգային ներկայություն է եղել, հանվել է։